Խուզարկությունները առավոտից էին սկսել Գյումրիում, սակայն ոչ Շիրակի թեմի առաջնորդարանում, ոչ տանը իրավապահները Միքայել arczepiskopos Աչապահյանին չգտան։ Մեծ հերը խաչը, մեծ հերը սուրը, ով դեպե թող մոտիկ կա։ Էջմիածնում էր Աչապահյանը, քահանայական ժողովին մասնակցելու, ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները եւս Մայրաթորի տարածքում էին։ Որտեղ Միքայել Սրբազան մի գնացեք։ Առաջ քաշված մեղադրանքները քահանաներով շրջապատված է լսում Շիրակի թեմի առաջնորդը։ Կարճ ժամանակում վեհարանում հավաքվեցին կաթողիկոսի եւ հոգեվորական դասի աջակիցները։ Ընդդիմադիր ու հանրային դաշտից տարբեր գործիչներ կոչ արեցին գնալ Մայրաթոր։ Փաստաբան Միհրան Պողոսյանն էլ ժամը 2-ի դրությամբ արձանագրեց։ Իրավապահները փակել են դեպի Էջմիածին ճանապարհը։ Եվ հիմա էլ չեն պատրաստվում թաքնվելու։ Կգամ, ասաց Աչապահյանը իր հետ կատարվածը ապօրինություն որակելով։ Նշեց, որ թաքնվելու միտում չունի։ Մեկների ունեցողը ապօրինություն է։ Ես սպառնալիք չեմ այս երկրի համար, սպառնալիքը կառավարությունում է նստած։ Մենք գնանք վեհարան, այնտեղ կհամախմբենք, մեր քննարկումները կունենանք եւ եզրահանգումը կանենք մեր հետագա գործողությունների։ Հեռացավ դեպի իրավապահների մեքենան թեմի առաջնորդը ստանալով վեհապար Հայրապետի օրհնությունը, բայց հավաքվածները չթողեցին arczepiskoposին հեռանալ։ Նա վերադարձավ վեհարան։ Չեմ մտու վեհարան։ Տիրոջ։ Եկեղեցի գնացած քաղաքացիներն իրենց զարմանքն են արտահայտում տեղի ունեցողի վերաբերյալ լրագրողների հետ զրույցում։ Փորձում են մտաբերել, թե մեր պատմության մեջ մեկ էլ երբ է եկեղեցականների նկատմամբ նման արշավ եղել։ Պարզապես ես էլ ձեր նման վանքում էի, վանքի բակում, տեսնելով, որ հոգևորականները այսքան հավաքված, խառնաշփոթ վիճակ, փորձեցի հետաքրքրվել, ինչումն է բանը, գոյություն ունի մայր օրենք, որը իրավունք չունի, ոչ վարչապետ, ոչ իմ նման շարքային քաղաքացի, ոչ Ռամիկը, ոչ նախարարը, ոչ մեկը իրավունք չունեն ոտնահարելու։ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը հրաժարվեց մեկնաբանել, նշեց, ասուլիս կհրավիրի, կպատասխանի հարցերին։ Ես հարգելիս ասի այսօր չեմ մեկնաբան։ Փաշինյանն ուղևորվեց համահայկական հիմնադրամի կոնֆերանսին, ամփոփեցին նախորդ տարվա արդյունքներն ու այս տարվա անելիքները։ Տարօրինակ անսովոր ակտիվություն է Փաշինյաններից Աշոտի էջում։ Բա գիտեիք եկեղեցու պատերի հետևից ինչ ուզեք կանեք, մարդիկ կգործողեք մասշտաբային արյունահեղություններ կազմակերպելու, ռազմական հեղաշրջումներ, փողոցները արյան պլցնելու կոչեր կանեք, ու Աստծո անունը տալով արդարադատությունից կխուսափեք։ Իշխանական падգամավորներից Վահագն Ալեքսանյանն էլ Facebook-ում գրում է. Տենց լավ չի, վաղն էլ մուսուլման եղբայրության կամ Ալ-Քայդայի գրոհայիններին տար Մայրաթոռում պահիր, կտրիչ։ Իսկ վեհարանի մատույցներում ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների եւ հոգեվորական դասի աջակիցների պայքարներ։ Վերջինները փորձում էին խոչընդոտել իրավապահներին մուտք գործել Մայրտաճար։ Դարպասներն ուժով անցնելու մի քանի ապարդյուն փորձից հետո իրավապահները հեռացան վեհարանի տարածքից։ Ավելի ուշ դուրս եկավ Միքայել Սրբազանը ու հայտարարեց, որ գնալու է քննչական կոմիտե, թաքնվելու որևէ միտք չունի։ Վարույթը ձեռնարկվել է ամսի 17-ին։ Իսկ կարող էին շատ հանգիստ շատ մեգուսի ձերբակալել ամսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին եւ մինչեւ 26-ը ներառյալ։ Բայց իրենք կամ գիտակցաբար, կամ անգիտակցաբար, ես ավելի հակված եմ առաջինին, որ ցույց տան նաեւ իրենց ուժը Մայրաթորի պատերիցներ, իրանք չպիտի որ չիմանային, օպերատիվ տվյալներ չունենային, որ այսօր նախատեսված է քահանայից ժողով, եւ դժվար թե չիմանային, որ ես արդեն քանի տարի է, 20 տարուց ավել է, այդ քահանայից տարեկան ժողովի կոորդինատորն ու պատասխանատուն եմ։ Եվ նախագահ վեհապար Հայրապետի կողքին ադենապետն է։ Հավաքվածների հետ խոսելուց հետո Աչապահյանը նստեց մեքենան քննչական կոմիտե ուղևորվելու համար, սակայն հերթական անգամ աջակիցները նրան թույլ չտվեցին ճամփա ընկնել։ Վերջին փորձի ժամանակ Շիրակի թեմի առաջնորդը ոտքով, ապա մեքենայով ուղևորվեց Երևան, քննչական կոմիտե։ Սիմոն Հովանիսյան, Մերի Դանիելյան, Վարդան Պողոսյան, Reopen Media։